աշխարհակարգը, որը մենք ասում ենք, շատ բանով հաստատել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները անվտանգություն եւ տնտեսական կայունություն է մատուցել բոլոր այն երկրներին, որոնք գտնվել են իր դաշնակցային շրջանակում։ Այս տեսակետից, այո, եվրոպական երկրները, եթե հիշում ենք բոլորս, այդ ածխի եւ պողպատի, այսպես կոչված, գերմանա-ֆրանսիական առաջին տնտեսական դաշինքից սկսած ընդունեցին վերելքի ուղի։ Այդ վերելքի ուղին բերեց նրան, որ զարգացած եվրոպական երկրները, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա դարձան սոցիալական պետություններ, քաղաքացիները սկսեցին ապրել շատ ավելի լավ, քան միջին վիճակագրական Ամերիկայի քաղաքացին։ Իրականությունը այդպիսին էր, կամենում ենք ոչ թե ոչ, այդ թվերով ամեն ինչով դա անվիճելիորեն այդպես էր։ Արդեն 70-80-ական թվականներին ընթանում էր այդ process-ը եւ այսքան տարի շարունակ փաստորեն Ամերիկան ստիպված է եղել սպասարկել, բայց քանի որ ամերիկյան իշխանությունները նաեւ ընդլայնել են Եվրոպան, Եվրոպան դարձել է ոչ թե Գերմանիան, Անգլիան եւ Ֆրանսիան, ասենք ինչ որ չափով էլ Ավստրիան։ Եվրոպան դարձել է 450 միլիոնանոց հսկայական մի զանգված։ Արևելյան Եվրոպան միացել է, ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, Ամերիկայի պատասխանատվությունը այդ երկրների հանդեպ եւս ի հայտ է եկել, եւ հիմա եթե պատկերացնենք, որ Ամերիկան նույն կարգով պետք է մատուցի ինչպես տնտեսական կայունություն, նույնպես եւ անվտանգություն, այդ նշանակում Ամերիկան պետք է փլուզվի, որովհետեւ այսօր Ամերիկան այլևս 50-ական թվերի Ամերիկան չի, որը տալիս էր աշխարհին 50-60 մինչև տոկոս հնայի։ Այդպիսի բան այսօր չկա։ Այսօր զարգացած կենտրոնը արդյունաբերական աշխարհի ըստ էության Չինաստանն է։ Դա հետևանքն է նրա, որ ասենք տեղի են ունեցել լուրջ բացթողումներ։ Հիմա Թրամփը ինքը տնտեսական գործիչ է։ Տնտեսական գործիչը համարում է, որ Ամերիկան կարող է ոտքի կանգնել, եթե այդպիսի անհասկանալի դոնորություն, այդպիսի կորուստներ չտա։ 450 միլիոն մարդ Ամերիկանի վիճակի է այսօր հասցնել Գերմանիայի մակարդակին, Ֆրանսիայի մակարդակին, բոլորը հավակնում են դրան։ Այսինքն բուլղարները, ռումինները չեն կարող պատկերացնել, որ իրանք պետք է մտնեն Եվրոմիության մեջ եւ ետնթաց ապրեն։ Նրանք ընդհակառակը պետք է առաջ գնան այդ Եվրոմիություն պահելը, սպասարկելը, ասենք որ Եվրոմիությունը կախված է ուղղակի էլի Ամերիկայից։ Շատերը երևի թե չգիտեն, որ բարձաբանեք այդ պահելը, որովհետեւ կոնկրետ պահը շատ կոնկրետ հարց։ Հիմա տեսեք, գնաց Թրամփը ելույթներ ունեցավ, որոնք շատ դեպքերում ծայրահեղական գնահատականներ իրենց մեջ պարունակեցին։ Եվրոպան ուղղակի կարելի է ասել, որ մեղմ հանձնեց Դանիային։ Հանձնեց։ Կարող է դեռ ինչ որ 1-2 բան ալի, բայց ինչի հանձնեց։ Որովհետև եվրո ասած փողը գոյություն չունի առանց ամերիկյան դոլարի։ Որովհետև դու տպես եվրո եւ կարողանաս շրջաբերում իրականացնել համապատասխանող քվարտնաբերական զանգվածին, ինչպես նաեւ բանկային սեկտորին, դու պետք է գնես Ամերիկայից այդքան դոլար, որին համապատասխան տպագրես, այսինքն տպես քո փողը։ Հիմա Ամերիկան ամեն վարքյան կարող է փլուզել այդ իրավիճակը։ Սա այնպիսի մի գիլյոտին է, որից չես կարողանալու խուսափել։ Ինչից ելնելով բոլորին թվում է, թե բանը Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ի այսօրվա քարտուղարը, խիստ, այսպես ասած, քծնող անձնավորություն է։ Չէ, նա փորձում է սպասարկել Եվրոպայի շահերը, լավ գիտակցելով, որ եթե եկավ ծայրահեղ փուլը, հարվածը կհասցվի այն մակարդակի վրա, որ վերջնականապես կանջատվի եւ Եվրոպան կհայտնվի հարաբերականության դաշտում, որտեղից ինչպես պետքա դուրս գա, միայն սուվերեն պետությունների շրջանակն է ձեռնտու Ամերիկային, որովհետեւ ինքը ընտրություն կատարի, իսկ ում հետ ինքը կարող է ունենալ հարաբերություններ, որոնք նրան առաջ մղող լինեն, կամ իր տնտեսության մեջ խաղան դեր եւ այլն, էլի, ինչպես ասենք Գերմանիայից, հա, ասում է, դե եթե այդպես է, եթե ձեր մոտ թանկ է էներգիան, ձեր ապրանքները դառնում են ոչ մրցակցային, այդ դեպքում բերեք Ամերիկա ձեր հոսքագծերը, մեքենաշինական հոսքագծերը, ձեր քիմիական արտադրության հոսքագծերը, բերեք Ամերիկա, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա Ամերիկայում ծաղկի։ Հա, այդ դեպքերում, ասենք, բայց կոնկրետ այդ դեպքերում, հիմա շատ դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է Ռումինիայից վերցնի այդ դեպքում Ամերիկան։ Այդ ինչը կարա տանի Ռումինիայից Ամերիկա։
Այսինքն մի երկրից ուզում է վերցնել մյուսից Դե ոչ։ այդ ուրիշ ելք չկա, եթե դու Եվրոմիություն ես եւ ընդհանրական որոշումների եւ օրենքների դաշտ ես, բոլորի համար ինչ որտեղ դա պետք է լինի դրական զարգացման վեկտոր, ընթացք, որպես այդպեսին։ Եթե այդպեսին պետք է լինի, ուրեմն Ամերիկան պետքա փլուզվի կամ չկարողանա տեղաշարժվել առաջ։ Թրամփին անհրաժեշտ է առաջ նետել Ամերիկան, որովհետեւ Չինաստանի զարգացումը մոտեցել է էքսպոնենտալ մակարդակի։ Այսինքն սկզբից եղել է հա այդ սպիրալ զարգացումը Չինաստանի, ծավալուն, մեծ, ազդեցիկ, էլի, բայց չեն նկատել, չէ, հետո դառել է զիգզագ, արդեն կրճատվել է այդ ճանապարհը որպես ֆիզիկոս դպրոց, եւ հիմա էքսպոնենտալ զարգացման է մոտեցել, այսինքն ուղղահայաց է գնալու։ Որակական թռիչք է։ Որակական մեծ թռիչք է տեղի ունենում այսօր։ Ինչից ելնելով Ամերիկան պետքա գործի եւ գործելու հիմնական գործիքն էլ կամենում ես թե չէ դառնում է ռազմական բաղադրիչը։ Մենք ասում ենք իսկ ինչի՞ է ռազմական բաղադրիչը դրես գործողությունների մեջ, իսկ ի՞նչը պետք է դնել գործողությունների մեջ, եթե արդյունաբերությունը որպես այդպեսին չի խաղում այն դերը, ինչը խաղացել է միշտ։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, պարոն Սարգսյան, կիսում եք արդյոք պարոն Խաչատրյանի մոտեցում։ Որոշ չափով կիսում եմ, ընդհանրապես միջազգային կազմակերպությունները WHO, IMF կամ այս United MAC-ը, հա, այդ բոլորը վաղուց էին թույլացել, ապրել եմ Աֆրիկայում, այնտեղ շատ վարժ երևում է, դե Ռուանդայի կոտորածի ժամանակ փոքր եմ եղել, բայց այդ բոլոր դասերը տեսել ենք, այսինքն որ շատ հեռու չգնանք, Արցախի հարցը արձագանքը միջազգային կազմակերպությունների մեջ կորել էր։ Կապ չունի որից ենք խոսում, WHO-ն, սկսած կորոնայի ժամանակ, IMF-ը, իսկ այդ միջազգային կազմակերպության ձևը ի սկզբանե սխալ էր եւ կարելի է նայել, որ Ստալինից հետո կորավ, որովհետեւ այդ միջազգային կազմակերպությունները ՄԱԿ-ից սկսած աշխատում էին փողի հիմունքի վրա։ Այսինքն երբ որ ֆինանսավորումը չէին տալիս մի երկրի, անվտանգությունը չէր լինում եւ գործում էր միայն շահը։ Ոչ մի դեպքում ցավոտ փաստ է, բայց պետությունները, այդ կազմակերպությունները չեն սատարում պետությանը կամ առաջնորդին, նրանք միշտ սատարել են շահը, իրենց շահերի կանխատեսումը, կայունությունը։ Հիմա ինչ է կատարվում այս աշխարհում եւ տրիպը մեր վզին ով ժողովրդի լեզվով ասած փաթաթեց Ռուսաստանը։ Ով փաթաթ նոյեմբերի 9-ով նրանք բերեցին մեր վզին, հիմա Պուտինի ճանապարհ պիտի կոչվեր, հիմա կոչվում է Տրամպի ճանապարհ, ինչի դա չկա Ադրբեջանի մեջով այդ անցնող շարունակությունը, իսկ մեր հանրությունն անես մոլորված է, որ չի հասկանում, որ 4 միլիարդից ավել մարդ կապնվելու է իրար հետ, հա, ու դա չեն թողելու, որ մենք անենք, մենք այնքան թույլ օղակենք այս մեծ շահի 4 միլիարդից ավել մարդու կապելու, հա, բիզնես կապելու հետ, որ այնտեղ նես գերտերությունների շահեր կա, հələ թիվը պատկերացրեք, 4 միլիարդից ավել կապնվելու են իրար հետ, այս Հայաստանի այդ տրիպ կոչված ճանապարհով։ Հիմա այդ տրիպը մեզ ինչ տվեց, կարճ ժամանակով նա ապահովեց Սյունիքի անվտանգությունը, չի կարելի դա թաքցնել, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը տանելու էր նոր պատերազմի եւ հələ վտանգը չի անցել, ինչ որ ժամանակ հետաձգվել է, նայելով Ալիևի 2 օր առաջ տված հարցազրույցը Դավոսում, այն բլանդինկա ժուրնալիստին, նա բացահայտ ասում է 16 երկրի ես նավթ եմ տալիս Եվրոպայում, որից 10-ը Եվրոմիության անդամ պետություններ են, եւ ես միակն եմ, որ այդքան շատ գազ եմ տալիս, կներեք, Եվրոպային, ոչ անուղակի ասում է, ինչ անելու եմ, ինչ չխանգարեք։ Ես միակն եմ, որ ձեզ ապահովում եմ, ու չի ասում, որ դա ռուսական գազն է, Ադրբեջանը գազ չունի այդքան, ընդհանրապես չունի, հա, անուղակի Եվրոպայի վրա ավելի հանքերն են իրանց մոտ։ Հա, անուղակի ավելի թանկ գնով այդ իրանց չարչիությունը, հա, միջնորդի իրանք քանի որ ոչ մի բան չեն ստեղծագործում, այո, դալալությունը
իրանք ոչ մի բան չեն ստեղծագործում, այդ դալալությունը դարերով եկել է, Ռուսաստանի նավթը հասցնում այնտեղ ու ասում եմ ուղիղ տեքստով ասում եմ ինչ չխանգարեք, ես ինչ եմ անելու։ Ստեփանակերտում 2 օր առաջ բնակարանները իմ բաժանում Ալիևը չկար ու ասաց մյուսը բաժանելու ենք Հայաստանում։ Այսինքն դրանք այդ ուղիղ արձագանքներ չստացվող միջազգային կազմակերպություններից ինչ ցույց եմ տալիս, ինչ է այդ միջազգային կազմակերպությունները այսօր Տրամպը ինչ է անում։ Մի կողմից գովալի է Տրամպի արածը, քանի որ նա հասկանում է, որ այդքան փող ինքը տալիս է ու այն կեղծ անուղակի ձևով չի աշխատում, մեկը արվում է, այն ասում է եկեք բացենք քարտերը, մեկը էս է աշխատում, եկեք անունը դնենք, որ էս է աշխատում, վերջ։ Այդ որ հավաքվում ստից վետոներ եք դնում, չի աշխատում, մեկը մենք մեր արածն ենք անում, ասում է, այսքան փող տալ, եկեք դուք ամեն մեկը միլիարդ փող տվեք, հիմա Հայաստանին է հրավիրել մյուսին, մենք ասում ենք լավ, Հայաստանին հրավիրել եք, լավ եք արել, մանդատը ունեք կես տրիլիոնի, հա, այդ Վիլսոնյան Հայաստանի, այդտեղից մի միլիարդը վերցրեք, հա, 320 միլիարդ դոլար, դե համարյա կես տրիլիոն փող է, հա, այնտեղ ոսկով, ոչ թե փողով, եկեք այդ մի միլիարդը այնտեղից հանեք, տրիպը մեզ ինչով է ձեռ տալի, էլի եմ ասում, եթե մենակ տրիպ ենք վերցնում, ինքը մեզ անձեռնտու ինչ-որ համակարգ է այդ 25-75 թե ինչ է, ու էլի եմ ասում, մենք ամբիցիաների հետևից չգնանք, ոչ ոք չի թողելու սենց թույլ երկրին 4 միլիարդից ավել մարդ բիզնես իրար հետ կապել, էլի դա չեղած բան է, էլի, ասկան երկրագնդի կեսից ավելը կապնվելու է մեր հողով ու մենք ենք վերահսկելու, էդի մենք ընկնելու ենք իլյուզիաների հետևից, բայց եթե փաթեթով վերցնենք, ասենք Ամերիկան այդ տրիպի ժամանակ մեզ տալիս է մեր խախտված իրավունքների հարցը, մեզ տալիս է մեր տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը չէ, Արցախի ազատագրումը, Նախիջևանի ազատագրումը, դա մեզ շատ ձեռնատու տարբերակ է, ստեղ մենք 25% ենք վերցնում, բայց այն մյուս կողմից մենք վերականգնում ենք, ասենք, Արցախի հարց, Արցախ, ազատագրում Նախիջևանի եւ նույնիսկ այն մյուս Մերձկասպյան դա էլ վարակիչ է լինելու, հա, այն բռնի միացրած ժողովուրդների հարցն է լուծվելու, այդ դեպքում շատ լավ ծրագիր է։ Իսկ այնց տրիպ ես եթե մենակ տրիպ մի ճշտող հարց տամ ձեզ, եթե կարելի է։ Մեր իշխանություններից ոչ մեկը երբևէ նման հարցեր չի բարձրացրել որևէ մեկի առաջ։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ Թրամփի մոտ էլ այդ հարցերը որպես այդպեսին բարձրացված չեն։ Բարձրացվելու դեպքում դուք չեք կարծում, որ Թրամփը կվերաբերվի այդ հարցին այնպես, ինչպես իր սենյակում խայտարակարեց Զելենսկուն, որ եթե դուք ուժ չունեք, ուրեմն պետքա զիջեք։ Հիմա ինչ եք կարծում, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի կարող է տանել նրան, որ թույլ երկիրը, որը ունի իրավունք, ուրեմն այդ իրավունքը ինչ որ ձևով վերականգնի Թրամփը։ Դա ասեմ, ճիշտ ասացիք, ոչ ոք չի ասել, նայել չի մերժել։ Հենց այսօրվա իշխանությունից չենք գնում։ Բոլոր իշխանականները եկել են Աթոռի, Արցախին ինչ որ խոստումներով եւ ոչինչ չեն արել։ Մենք չենք ասել, նայել չի մերժել։ Եկեք դրանից խոսանք։ Ինչ են քննարկում, մենք դա չենք կարող իմանանք, այդ հարցը պետք է ընդեղ տրվի։ Իսկ ինչ վերաբերվում է այն մյուս հարցին, թե ինչ կանի, աշխարհը այսօր այս վիճակին հասել է, հենց այս վիճակին, հա, որ առաջին համաշխարհային, երկրորդ, հիմա երրորդն է հիբրիդային գնում ու խորանալու է այս զենքերի ձևերով շատ վատ ձև է ավելի գնում, հա, դա հենց ստեղծվել է հայերի խախտված իրավունքները չճանաչելուց հետո, երբ որ մեզ կոտորել են եւ աշխարհը, եթե այն ժամանակ գոնե հիմա ճանաչեն խախտված իրավունքները, չի լինելու Սիրիան, չէր լինելու ատոմային ռումբը Ճապոնիայի վրա, չէր լինելու երկրորդ համաշխարհային պատերազմը, ու հիմա այս քրդերի կոտորած չի լինելու, Սիրիա չէր, ուզում եմ ասեմ,
խախտված իրավունքը երբեք նոր իրավունք չի ծնելու։ Եթե այսօր կճանաչեն, աշխարհը կընկնի իր տեղը, որոշ չափով։ Այդ կազմակերպությունները կսկսեն աշխատել, այս Ուկրաինայի հարցը չի լինի, հասկանում եք։ Չի լինի ուկրաինա-ռուսական պատերազմ։ Այո, այս ուկրաինա-ռուսական, այսինքն միջազգային մեխանիզմները կսկսեն աշխատել, ոնց որ, ասենք, պետք էր աշխատել։ Հիմա էլի եմ ասում, մենք դուրս գանք այն կետից, որ մենք չենք ասել եւ նայել չի մերժել, նստել սպեկուլյացիա անել, բավով, չէ, պետք է ասենք ու լսենք։ Ես ասում եմ, ոչ անձին են պաշտպանում, ոչ պետությանն են պաշտպանում, թույլ ուղակին հանում են, միշտ տենց է։ Պաշտպանում են իրենց շահերը, կանխատեսելիությունը, ռեսուրսները։ Հիմա մենք ինչ շահ կներկայացնենք, ինչ շահ կտանք։ Այդտեղ, հա, ես մասնակցել եմ այդ Սուդանի մասնատմանը, հենց բանակցություններին տրվեցինք այնց մի հատ շահ, որ իսկ առաջարկությունը ուրիշ էր այդ սեղաններին։ Տրվեցինք մի հատ շահ, որ ասացին, հա, լավ է, Սուդանը առանձին լինի եւ մինչեւ հիմա այտենց է։ Շատ լավ, դուք ուզում եք միջամտել, պարոն Յովհաննիսյան։ Հա, ուղղակի բավական շատ հարցեր շոշափվեց, ես ուզում եմ, ես այո, համամիտ եմ պարոն Սարգսյանի հետ, որ խախտված իրավունքները նոր իրավունք չեն ծնում եւ հայերի խախտված իրավունքները կոպիտ ասած աշխարհի կենտրոն, որտեղ աշխարհի կենտրոնը միշտ եղել է մնում է այս բարձրավանդակը հայկական եւ պատահական չի որ հիմի այդ ստեղ է այդ բոլոր գերտերությունների շահերը բախում, որը մենք պետքա թույլ չտանք բախում։ Հիմի Եվ այս բոլոր պատերազմները հետո եւ ռուս-ուկրաինական պատերազմը, այդ ռուսները ինչ էին մտածում, որ թուրքերին սիրաշահում էին մեր հաշվին, որպեսզի Ուկրաինայի վրա հարձակում անում։ Ես ներքին վիճակը շատ լավ բանը գիտեմ, տեղյակ եմ, էլի, հեռավոր արևելքից մինչև բանը Կալինինգրադ, էլի, այստեղ չեմ ուզում ասեմ, խայտարակ վիճակ է, այն որ մեր հայրենակիցներ կան, որոնք ինչ որ մի տարիքի են, որ ասենք գնացել են օրվա հացը այսպես վաստակում են, ասենք կա ենթադրենք ուտելիք եւ այլն, իրանք չեն պատկերացնում, թե ինչ փլուզում է գնում բանը Ռուսաստանում, էլի, եւ այդ արել են իրանց ղեկավարությունը, նես չի որ մենք մեզ իհարկե մեր մեղավորությունն է, որ ժամանակին մենք ակտիվ չենք եղել Ռուսաստանում եւ թույլ ենք տվել, որ մեր այն թշնամական տարերը օգտագործի այդ գերտերությանը մեր դեմ, որը եղել է 44 օրյա պատերազմին ընթացքում։ Ինչ վերաբերում է դե միջազգային իրավունքին, մենք տեսել ենք այդ փլուզումը սիստեմատիկ արդեն գալիս էր շատ շուտվանից, ասենք 3 գերտերություն գարանտ էին կանգնել, որ պետքա հարցը, Արցախի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բայց փաստացի 2 գերտերություն Ռուսաստանը եւ Ամերիկան համաձայնեցած ձևով խախտեցին այդ բանը, այդ հարցը եւ ռազմական ճանապարհով լուծվեց այդ հարցը։ Մենք կարայինք հակազդենք, ես վստահ եմ, այո, կարայինք, եթե մեր իշխանությունները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև սա, որը ես համարում եմ նույն իշխանությունը, ուղղակի տեղի ունեցել իշխանության հանձնում, այո, հիմարներ կան, որ դեռ մտածում են հեղափոխություն են արել եւ այլն, բացարձակ կեղծ բան է։ Ես ուղղակի Լևոն Տեր-Պետրոսյանն այսպես նստել ենք, խոսացել ենք 2008 թվական, երբ որ ինքը ասում էր ինձ օգտագործեք գործիք, որպեսզի ազատվենք մոնղոլ թաթարներից։ Ի նկատի Սերժ Սարգսյան եւ Քոչարյան, էլ ես ասում, բայց մի բերանացի կարամ ասեմ, թե ինչ էր ասում, բայց ամենակարևոր հարցը տվյալ դեպքում այն էր, որ ինքը գտնում էր, որ Ղարաբաղը պետքա մնար Ադրբեջանի կազմում ինքնավարության եւ այլ կարգավիճակով, այդ դեպքում ինչ էր եկել դա, այսինքն ինչ էր մտել Ղարաբաղ կոմիտեի մեջ, երբ որ 92 թվականին ինքը արդեն հարցազրույց էր տվել, որ պետքա մնա այդ անօրինական կազմավորման կազմում, հայկական
սկզբնական 94-96% բնակչության այդ կազմը, որը բոլշևիկները հանձնել էին նրան։ Ուզում ասեմ, միջազգային իրավունքը տոտալ փլուզման ընթացքում էր եւ Թրամփը ուղղակի կատալիզատորի դեր է խաղում Պարոն Խաչատրյան ճիշտ ասեց, որ շատ ավելի գերխնդիրներ կա, որ տեղի անեն նաեւ Ամերիկայի փլուզումը ներսի, որտեղ ասենք տեսեք բանը Կալիֆոռնիայի նահանգապետը ինչ է ասում Թրամփի հասցեին։ Այո, բայց այնտեղ շատ լուրջ խնդիրներ են, մի ասենք ամերիկյան լինելով հատկապես տեխնոլոգիաների ոլորտում շատ առաջատար, բայց ինքը շատ սկսել է զիջել բուն արտադրություն տեղափոխվել է հարավարևելյան Ասիա, Չինաստան, Վիետնամ եւ այլ իրենք են չէ տեղափոխել։ Եվ հələ պարզ չի outsource ասած ինքը ասենք իրան կհաջողվի այդ արտադրությունների հետ բերել, որտեղ այդ արտադրությունը հետ բերել նշանակում է այն մարդիկ, որ այդ երկրներում աշխատում, նրանց պետք է բերել։ Ամերիկացին չի զբաղվելու այն արտադրություններով, որը ապահովում է այդ բարձր տեխնոլոգիաները։ Իսկ մենակ, ասենք, ինֆորմացիային, տվյալ դեպքում տեխնոլոգիային տիրապետելով, նա չի կարա իր այսպես դոմինանտությունը շարունակի։ Մեր խնդիրը, մի տվյալ պարագայում, մենք ունենք մեծ սփյուռք, փոխանակ մենք միավորենք դա, որպես ցանցային հզոր կազմավորում, պետություն, եթե եւ որ ինֆորմացիա կա բավական հետաքրքիր, ես մի չեմ ուզում Իլոն Մասկից շրջապատից սկսած մնացած այդ Oracle եւ այլ այդ բոլոր կամպանիաները մենք ունենք, ասենք, հայ մարդիկ, հայ մասնագետներ, օրվա իշխանությունները մասնատում է տարբեր ձևերով այդ հայկական միասնությունը, անիմաստ պրոբլեմներ է սարքում փոխանակ, ասենք, այս ժամանակահատվածից օգտվի, երբ որ, ասենք, թրիփի կոպիտ ասած ներկայությամբ ինչ որ որոշակի իմաստով ոչ լիարժեք, բայց այսպես հավասարակշռություն, խաղաղություն է, էլի, որոշ իմաստով պաշտպան փոխանակ, իսկ խաղաղություն մենք կարող ենք ապահովել մենակ ներքին հզորությունը եւ առաջին հերթին ռազմական հզորությունը բարձրացնելով։ Իսկ դրա համար ես քայլերը բավարար չեմ տեսնում։ Հիմի ասենք մենք մտել ենք այդ մեծ հորձանուտի մեջ, մենք չենք կարող այդ հորձանուտի դեմ պայքարենք, մենք պետք է ուղղակի ճիշտ վերադասավորենք, ճիշտ, այսպես ասած, կոմունիկացիաներ ստեղծենք, օրինակ ասենք սենց ասեմ, մենք ունենք մեծ հասարակական կազմակերպություն, հայք եւ այլն, այդ շրջանակներում ռուս էքսպերտների հետ խոսացել ենք, ես առաջարկ եմ արել, ասեմ դուք դժգոհ եք, որ բանը թրիփը առաջանում եւ այդ ճանապարհ, բայց չնայած դուք եք հիմքը դրել։ Դա պետք է ներ Պուտինի ճանապարհը շատ ավելի վատ պայմաններով, հիմա ես առաջարկում եմ ուրիշ տարբերակ, որ դուք կարաք էապես ձեր վիճակը բարելավեք, այդ բանը Սյունիքով անցնող երկաթուղին, որը ես բազմաթիվ անգամ խոսացել եմ այդ երկաթուղին, որը լրիվ ռեալիստիկ է եւ այլ կարելի է անցկացնել ուղղակի հյուսիս-հարավ, այնպես որ Մոսկվայից կոպիտ ասած այդ երկաթուղին Թբիլիսիով բանով Երևանով Պարսիստով դուք շատ կարճ ճանապարհով հատվեք։ Այդ մարդիկ ասեցին, այս շատ հետաքրքիր ծրագիր է, բան, ես զարմացա, այդ տարական բաները, ասի էսա, ամբողջ հետազոտական աշխատանքը մասնագիտական ծրագիրը մոտս կա, երբ ասեք, ես պատրաստ եմ այդ ծրագիրը տրամադրեք, արեք մասնակցեք հյուսիս-հարավ այդ ճանապարհի կառուցմանը, որ Պարսից ծոցը կմիացնի եւ մինչեւ Սանկտ Պետերբուրգ եւ Արևելյան Եվրոպա։
որի ծախսատարությունը չնչին է, ասենք կոպիտ 3.5 միլիարդ դոլար, էդի ծիծաղելի փող է այն գումարների համար, որ հիմա Ռուսաստան ծախսել է այդ պատերազմում եւ ասենք ահռելի կորուստներ, խոսքը արդեն գնա 1.5 միլիոն ռուսական կողմի կորուստները։ Շատ է այդ ասած։ Չէ, այդ ես տարբեր դե մի խոսքով, այլ ավերվածություն եւ այլն փաստացի այդ գերտերությունը, չգիտեմ, իր կառույցները, իր կոմունիկացիաները նենց է, որ մեկը ռեալ, ռացիոնալ միտքը չի հասնում։ Հիմի ասենք մենք, որ դուք ասում եք ամերիկացիների այդ տրիփի հետ, մենք բաց չենք հույսներս դրել այս իշխանությունների վրա, մենք հայկական տարբեր կազմակերպություններ լոբինգ են կանում եւ Թրամփի սեղանին դրված է թուղթ, որ հայկական կազմակերպությունները շատ լավ գիտեն ամերիկացիների Վիլսոնի ժամանակ ներդրումը հայ ժողովրդի պահպանության եւ զարգացման վրա, ահռելի ներդրում են արել եւ փրկել են 700,000-ից ավելի որբ երեխաներ այդ իրենց ֆինանսական ներդրումները եւ դուք ունեք մանդատ, որը հավանություն է ունեցել նաեւ 52 երկրների կողմից, որ մանդատը տրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ցեղասպանության հետևանքների վերացման։ Դա օրակարգային հարց է, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ աշխատում ենք անդադար այդ ուղղությամբ եւ հույս ունենք, որ ամերիկյան կողմը կհասկանա եւ հետ առաջ պետք է այդ մանդատը դրվի սեղանին։ Առանց այդ հիմնարար սկզբունքը հարգելով չի կարող միտեղ տեղի ունենա հիմնարար սկզբունքների համաշխարհային վերացում եւ ուրիշ տեղ ինչ որ արդարություն, դա աննար բան է։